Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը որևէ օրինական ձև այլևս չի կարող գտնել, որպեսզի պահումներ կատարի։ Կոչ ենք անում ձեզ, հարգելի քաղաքացիներ, թե ձեր պետ հիմնարկներում, թե մասնավոր հիմնարկներում թույլ չտալ որևէ պահում կատարել, չտրվեք որևէ սադրանքի և որևէ ճնշման։ Ընդհանրապես դեմ եմ։ Ես իմ երեխեքի ապագան ստեղ չեմ տեսնում։ Եթե սենց լինի, հենց այսօր էլ հնարավորություն ունեմ երեխեքից ստեղից կհանեմ երկրից։ Մասնակցում եք այս բողոքի ակցիաներին։ Այո, մասնակցում եմ հոգով սրտով։ Միայն ես չէ, մեր ամբողջ ընտանիքի անդամները բոլորը մասնակցում են։ Հարգելի քաղաքացիներ, պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակների հետ կապված այսօր իրազեկման ակցիայի համայնքներում։ Համայնքներում դեռ չենք իրազեկել, պիտի սենց պտտվենք, ասենք բաստանց։ Չես ուղղակի իրազեկման ակցիա է, մեծ հանրավակ երդ չի էլի։ Հարգելի քաղաքացիներ, պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակների հետ կապված կուզենք հիշեցնել, որ արդեն 70-80 գործատու որևէ պահում չեն կատարում իրենց աշխատողներից։ Մենք բոլոր մեթոդները փորձել ենք օգտագործել։ Հիմնականում քաղաքի կենտրոնում են եղել թռուցիկների բաժանումը, ցույցեր, երթերը միշտ կենտրոնում են եղել։ Բայց այդ դեպքում մարդիկ, որոնք որ համայնքներում են ապրում, որոնք քիչ են տնից դուրս գալիս, միգուցե լավ իրազեկված չլինեն եւ կարող է իրենք կարիք ունեն օրինակ տետատետ շփման, միգուցե։ Այդ պատճառով այս մեթոդներ ենք մենք օգտագործելու ու այնքան ժամանակ, մինչեւ այնքան մարդ արդեն պատրաստ լինի դուրս գա փողոց ու ոչ միայն փողոց, այլ նաև իրենց հիմնարկներում, որպեսզի պայքարեն, չէ՞ այս օրենքը վերջնականապես չգործի։